Ողջույն սիրելի ընկերներ, Մայիս Կարիբյանն է։ Նորից MMK Podcast։ Նրանք, ովքեր առաջի անգամ են ինձ միանալու, դուք կարող եք հետևել իմ YouTube-յան ալիքին, որտեղ խոսում ենք հիմնականում տարբեր թեմաներ, սկսած հավատքից, ընտանիքից, առողջությունից, ֆինանսներից, եւ իմ podcast-ում շատ հաճախակի անգամներ ունենում եմ հիանալի հյուրեր, եւ այսօր այդ օրերից մեկն է։ Այսօր ինձ համար յուրահատուկ է, որովհետև այն անձնավորությունը, որ պետք է ներկայացնեմ, տարիներ, արդեն մոտ 12-3 տարի իրար ճանաչում ենք եւ ինքը շատ մեծ դեր է կատարում իմ կյանքում, թե անձնական իմ կյանքի մեջ, թե իմ հոգեվոր կյանքի մեջ, մի հիանալի անձնավորություն, որից շատ դասեր եմ քաղել եւ շատ հարցերում ինքը միշտ իմ կողքին է եւ ինձ օգնում է։ Երբ որ ներկայացնեմ իրենց, արդեն համոզված եմ, որ շատերը իրեն ճանաչում եք, որովհետև ինքը հոգևոր դաշտում մեծ դեր է կատարում եւ տարիներ է ծառայում է Աստծուն։ Այսօրվա իմ հյուրն է իմ սիրելի հովիվ Արտակ Մկրտչյանը։ Փաստոր Արտակ, ինչպե՞ս ես։ Ողջույն Մայիս ջան, շատ լավ, շնորհակալ եմ։ Ինձ համար մեծ պատիվ է լինել այստեղ, քեզ հետ միասին անցկացնել այս հրաշալի զրույցը։ Վստահ եմ, որ այս զրույցից շատ լավ բաներ կծնվեն եւ շատ լավ լուրեր պիտի հաղորդենք մեր հայրենակիցներին, մեր սիրելի քույրերին, եղբայրներին։ Շատ բարի։ Արտակ ախպեր, նախ եւս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել, թե դու իմ կյանքում ինչ դեր ես տանում եւ ոչ թե միայն իմ կյանքում, սկսած եկեղեցուց շատ հոգեվոր ընտանիքների, զույգերի, շատ մարդկանց կյանքերի փոփոխություն, որ ունեցել են իրենց կյանքերում, դա քո արդյունքն է, իհարկե Աստված քեզ օգնում է ամեն այդ հարցում, այնպես որ եւս մեկ անգամ ինձ հաճելի է եւ սրտանց ուզում եմ շնորհակալություն հայտնել դրա համար։ Խնդրեմ սիրով եւ ամեն ինչի շնորհակալությունը Տիրոջը, որտեվ ոնց որ առաքյալը կասեր, մենք չէ որ արեցինք այս շնորհքը, որ մեր մեջ է, այո, դրանով արեցինք։ Ամեն։ Ես միանգամից հիշեցի մոտ ինչքան եղավ, մի 10 տարի եղավ, որ մենք իրար հետ սկսեցինք Connect Forever հաղորդումը։ Այո, կարծում եմ դա 2015 թվականից էր։ 5 այդ կոմեր, այո։ Հիշում ես ինչ առանց միկրոֆոնի։ Այո։ Հեռախոսներով իմ հայերենը երևի 10 անգամ ավելի վատ։ Հայերենս լավացել է անկեղծ։ Շատ։ Ու արդեն սահմանը արդեն չի երևում արտասահմանցի եւ հայաստանցի։ Մի քիչ լավ ահագին փոխվել է։ Այո, հետաքրքիր օրեր էր, ես կարծում եմ յուրաքանչյուր նպատակ, երբ որ ճիշտ ես օգտագործում եւ Աստծո օրհնությունը կա, արդյունքը գալիս է։ Ամեն, այո։ Արտակ եղբայր, արդեն տարիներ է Ամերիկայում ես բնակվում, քո ծառայությունները սկսել է դեռ 90-ական թվերից, երբ որ Աստծուն ես եկել, հետո հոգևոր դաշտում տարբեր ծառայություններ ես ունեցել։ Մի փոքր քո բэքգրաունդից խնդրում եմ ներկայացրու, որտեվ ինձ հետևողների մի մասը թե հոգևոր դաշտից է եւ մի մեծ մասը բիզնես աշխարհում է եւ կարծում եմ բիզնեսմեններին Աստծո խոսքը վկայելը դա լավ բան է։ Այո։ Ինձ համար մեծ արտոնություն է եւ պատիվ Մայիս ջան խոսել Աստծո հիանալի շրջադարձի մասին, որ բերեց իմ կյանքի մեջ։ Տիրոջը ընդունել եմ եւ Տերը գտել է ինձ 92 թվականից, 1992 թվականից, երբ որ բավական մեծ խնդիրների մեջ, մեծ լուրջ խնդիրներ ունեի ֆիզիկական հիվանդություն ասած, վիզս կոտրվելուց ասենց ասած պրծամիկ էր, փորձությունից մեծ։ Ուղեղի ցնցում ունեցա շատ ահավոր եւ արդեն 12 տարեկանից հիմնականում կարելի ասել ես դպրոցի իմ դասերը չէի հասցնում անել, որովհետև ցավերի մեջ էի միշտ ամեն օր առավոտից մինչև գիշեր եւ 14 տարեկանում արդեն մեծ խնդիր ունեի արյան ճնշման հետ կապված, որտեվ վնասվածք ունեի վզի կողմից, վզի հատվածում եւ գլխացավեր եւ արդեն 16 տարեկանում 160 ճնշում ունեի։ Մի խոսքով դա կարելի ասել տևեց բավական երկար, մինչև 17 տարեկան, երբ որ դպրոց ավարտեցի, Փառք Աստծուն սովորելուց հետ չընկա այն կարգի, որ չեղավ մի բան, որ ինձ շատ հետ պահեր։ Բայց բոլորն էլ հասկանում էին եւ 17 տարեկանում պատահաբար մի զրույցի ժամանակ ինչ որ մեկը ասեց, որ մեկը կա, որ կարող է քեզ փրկի, բուժի եւ ես շատ մեծ ուրախությամբ
ընդունեցի այդ բանը, առաջարկը, ինձ համար արդեն միևնույն էր ով կլինի, որտեղ դրանից առաջ ընտանիքը ստատիկս ամեն անգամ մեր գլուխս ցավում էր, տանում էր մի հատ կախարդ կար մեր երկու փողոցեն կողմ, տանում էր մոմ էին թափում, ջուր էին խմցնում, ինչ չգիտես ինչ ասես անում էին, բայց ոչ մի օգուտ, բնականաբար ոչ մի օգուտ, եւ 17 թվականին արդեն 17 տարեկանում արդեն Աստված հիանալի ձևով կպավ իմ սրտին։ Առաջի անգամ գնացի հավաքույթի եւ հիացած այդտեղից դուրս եկա Աստծո ներկայությունից, զարմանալիորեն զգացի Աստծո հպումը եւ մարմնիս մեջ զգացի բժշկություն, բայց չկարողացա հասկանալ, որ դա բժշկություն է։ Մի քանի օր անցնելուց հետո նոր մայրս ասեց Արտակ ոնց որ չի ցավում գլուխդ, մի տեսակ ոնց որ աշխուժ ես, ավելի լավ ամեն ինչ։ Ես հետո հիշեցի, որ քանի օր առաջ գնացել եմ ծառայության, հավաքույթ եմ եղել եւ այդ ժամանակ Աստված բժշկել է ինձ։ Եվ այդ օրվանից կյանքս նվիրեցի Տիրոջը եւ Աստված հիանալի ձևով սկսեց գործել։ Վստահ եմ, որ յուրաքանչյուր մարդ, որ աշխարհ գալի, Աստված իր հետ ծրագիր ունի։ Մայիս ջան, եւ յուրաքանչյուր մարդ ունի տաղանդ։ Մի որքանով կեսկատակ կամ կես լուրջ, անտաղանդ մարդ չկա։ Այս երկիրը կող ոչ մեկ անտաղանդ չի, պարզապես պետքա բացահայտել։ Այո, պետքա ուշադիր լինել, ինչի համար Աստված իրան կանչել։ Փորձել եմ կյանքս տարբեր ասպարեզներում, երաժշտական ասպարեզում, բիզնեսի ասպարեզում, խանութ կառավարել, վերջապես բիզնեսը ունեի։ Եվ մի օր Աստված ինձ շատ հիանալի ձևով խոսեց։ Ասեց, որ քո ձեռքը չի կերակրելու քեզ, այլ ես եմ քեզ կերակրելու։ Եվ դու կանչված ես, որպեսզի իմ ժողովրդին ծառայես։ Այդ օրվանից խանութը փակեցի, կնոջս հետ որոշեցինք, աղոթեցինք, խանութի ամբողջ ապրանքները նվեր տվեցինք բոլորին, ով որ ումը տեսնում ենք, նվեր ենք տալի։ Ամբողջ այդ հսկա ապրանքները նվեր տվեցինք աչուձախ, եւ այդ օրվանից որոշեցինք, որ մեր կյանքը Տիրոջն է պատկանում եւ փառք Աստծուն։ Այդ ընթացքում, քանի որ բեքգրաունդի մասին է խոսքը, մոտավորապես 15 տարիներից ավել, երբ Հայաստանում ծառայությունների բուրըն շրջանների, տարբեր ոչ միայն Հայաստանում, այլ նաև շրջակա մեր Վրաստան եւ հետո Ռուսաստան, եւ հետո Միացյալ Նահանգներ, արաբական երկրներ, իսլամական երկրներ, վերջապես տարբեր տեղեր, որտեղ որ Եվրոպա ծառայություններով Աստված շնորհք արեց իրեն ծառայեմ, եւ շնորհակալ եմ Աստծուն իր շնորհքի համար, որ այդ առիթը տվեց եւ հիմա այստեղ ենք։ Այո։ Արդեն Ամերիկայում ես մոտ 8 տարի ալի, նո՞։ 9 տարին լրացավ արդեն, հա։ Շուտ անցավ։ Այսօր շատ թեմաներ կխոսանք, բայց մինչև թեմաները ավելի լայնարձակվենք, զրուցենք դրա մասին, ուզում եմ կենտրոնանամ այս կիրակի եկող հիանալի ծրագիր, որ քո միջոցով կազմակերպել է եկեղեցին, մի փոքր դրանից ներկայացրու եւ ինչու հենց վերաբերվում է երեխաներին։ Շատ բարի, Մայիս ջան, հիմնականում շատ անգամ անտեսված ամենակարևոր բաները պատճառ են լինում մեծ աղետների։ Մեծ խնդրեմը չի գալի նրանից, որ մենք շատ գիտենք։ Մեծ խնդրեմը գալիս է նրանից, որ մենք չենք գնահատում ժամանակը։ Օրինակ դրանցից մեկը, եթե վերցնենք օրինակ երեխաների թեման, այո, որոշ մարդիկ մտածում են, որ երեխաները պետք է մեծանան, հասնեն մի հատ բարձր նոր գնան, ինչ-որ տարիքի հասնեն, որ հետո հեշտ լինի իրանց հետ աշխատել, որ հասկանան։ Բայց հասկացողությունը ավելի շուտ է սկսվում, քան խոսելը։ Հասկացողությունը ավելի մեծ հիմք է դրված մարդու մեջ, ավելի խորն է ներդրված մարդու մեջ հասկանալ եւ հասկացնելու լեզուն։ Օրինակ, որ ասում ենք body language, այո, այդ մարդը կարող է լեզուն չկարողանա, բայց շարժումն է խոսում, կարիքն է խոսում։ Եվ շատերը ուշադրություն չեն դարձնում, որ երեխան մինչև խոսելը արդեն հաղորդակցության մեջ է եւ սպասում է մեծի վերաբերմունքին։ Այո, ուզում եմ ստե ավելացնել, որ Փաստոր Արտակը 5 հատ երեխա ունի, այնց որ ինքը խոսում է վարպետորեն, որտեղ 5 հատ երեխա մեծացնելը արդեն մեծ շնորհք է դա։ Այո։ Փառք Աստծուն, 5 զավակներ եւ 4 թոռ։ Այո։ 4 թոռներ։ Ջայլ պապի ես։ Այո, ես որոշել եմ չծերանամ, մնամ այսպես, մայիս երբալ չէ։ Շատ լավ։ Հիմա այդ երեխաների ծրագրի մեջ օրինակ ովքեր կարող են մասնակցել, մեկ, երկրորդը ում ենք հրավիրելու, ինչն է նպատակը, մի փոքր դրա մասին է զրուցենք։ Ավելի ես կուզեմ մի փոքր, եթե կարելի է ներկայացնեմ նախ
ընդհանուր միտքը այո։ եւ հետո նոր ծրագիրը իր բովանդակությունը, Այո։ որ ավելի հեշտ կլինի մեզ հասկանալ։ Գողգոթա հայոց եկեղեցին սիրով հրավիրում է ձեզ մայիսի 31-ին ժամը 1-ից հիանալու երեխաների միջազգային օրվան նվիրված հեքիաթային ու անմոռանալի տոնին։ Ուրախ խաղեր, երգ ու պար, թատերական բեմականացում, զվարճալի կերպարներ, համեղ հյուրասիրություն եւ իհարկե անակնկալներ, որոնք երկար կմնան նրանց հիշողության մեջ։ Սա պարզապես միջոցառում չէ, սա մի օր է, որտեղ ուրախությունը տարածվում է ամենուր եւ յուրաքանչյուր երեխա իրեն զգում է հեքիաթում, առանձնահատուկ, սիրված ու երջանիկ։ Բաց մի թողեք այս հնարավորությունը, պարգևելու ձեր երեխային անմոռանալի մի օր, որի մասին նա երկար կհիշի։ Մուտքն ազատ է եւ անվճար։ Դարձրեք ձեր երեխային այդ հրաշք տոնի մի մասնիկը։ Հասցեն 10158 Johanna Avenue, Sunland, California 91040։ Սպասում ենք ձեզ։ Սիրով, Գողգոթա հայոց եկեղեցի։ Այս երեխաների միջազգային օր, սա ամբողջ աշխարհում տարածված օր է Այո։ եւ այնպես չի, որ սա նորարարություն է, բավական երկար ժամանակ, մոտ 20-րդ դարից 1900-ականներից ներողություն եւ քանի որ այդ ժամանակները երեխաները, ովքեր որ արդեն կարող են ինչ-որ կերպ ոտքի կանգնել, ծանր աշխատանքի մեջ են մտնում իրանց ծնողների հետ եւ որքան էլ մեզ համար հիմա միգուցե այսպես վատ բան թվա, չար բան թվա, երեխաները ստիպված էին աշխատեին եւ երբ որ երեխաները մտնում են աշխատանքի, կորում էր ուսումը, կորում էր երեխաների մանկությունը, կորում էր իրանց հասարակության մեջ ձևավորվելու են նախապրոցեսը, կարելի ասել, եւ զարմանալիորեն այդպիսի միտք առաջացավ, որ կարելի է երեխաներին կրթել եւ պատրաստել եւ նրանք հաջորդ ծերունդ կմտնեն արդեն պատրաստված։ Եվ գիտենք, որ ուսումը որքան կարեւոր է, գիտությունը որքան կարեւոր է, եւ արդեն մոտարապես 1925 թվականներին արդեն պաշտոնապես ընդունվեց, որ օր պետք է որոշվի եւ առաջարկվել է դա տարբեր երկրներում, որպեսզի սկսվի երեխաների միջազգային օրվա այդպիսի հատուկ օր եւ հոգատարություն ցույց տալ։ Նպատակն է զարգացման, նրանց բարօրության, նրանց խնամքի, վերջապես էս հիմնական իմաստը սա է։ Բնականաբար այս օրերի մեջ արդեն մենք ապրում ենք ունենալով այդ տոնը։ Եվ քանի որ երեխաների համար ես երբ որ կարդում Աստվածաշունչը, Աստվածաշնչում Տեր Հիսուսը 15-ից 20 անգամ խոսում է երեխաների մասին։ Այո։ Եթե մի բանը մի քանի անգամ կրկնվում է, ուրեմն դրա կարևորությունը շատ մեծ է։ Անգամ համեմատական առումով երեխաների նկատմամբ Տեր Հիսուսը ավելի մեծ շեշտադրություն է դնում, եթե չլինեք նրանց նման, չեք մտնի երկնքի արքայություն։ Նրանց մեջ բնութագրվում է անկեղծությունը, նվիրականությունը, կախվածությունը։ Այսինքն ստե մենակ չպիտի մտածենք մենք երեխաներին սովորացնում ենք, այլ ինչքան բան կա իրանցից պիտի սովորենք։ Այո, եւ իրանք են մեզ սովորեցնում։ Մենք մեծանալով կորցնում ենք շատ անկեղծ արժեքներ, որ երբևէ հնարավոր չի ձեռք բերել։ Դրանք մեզ միայն մեկ ուսուցիչներ կան, որ մեզ տալիս են, դրանք երեխաներն են։ Ես համոզվում եմ դրանով, մանավանդ համբերության վերաբերյալ շատ բան ենք սովորում երեխաներից։ Այո։ Եվ հիմա, քանի որ մեր եկեղեցում մենք Գողգոթա հայոց եկեղեցում մենք արդեն առաջի տարին չէ որ անում ենք, քանի տարիները մենք յուրահատուկ ձևով նշում ենք, այս տարի մենք ունենք շատ շքեղ, շատ հիանալի ծրագիր, պատրաստել ենք երեխաների ուրախացնելու եւ իրենց աջակցելու համար։ Այո։ Անշուշտ այս ծրագրերը շարունակական պետք է լինեն եւ ոչ միայն մանուկների միջազգային օրվա համար երեխաների, այլ դրանից հետո այլ միջոցառումներ կա, որի մասին քիչ հետո ավելի կասեմ։ Բայց կոնկրետ այս միջոցառման հետ կապված այս միջոցառումը իր մեջ ներառում է մի քանի միջոցառումներ, փոքրիկ միջոցառումներ։ Օրինակ, ընդհանուր երբ որ գալիս են մեր եկեղեցու կայանատեղին, ավտոկայանատեղին, parking lot-ը բավական մեծ է եւ այդտեղ շատ հրաշալի թռվռալու, խաղալու, ներկելու երեսները վերջապես իրենք երեխաները իրանք իրենց ձեռքով պիտի բաներ սարքեն եւ իրենք ուտեն, հյուրասիրություն պետք է լինի, ուտելիքներ եւ միանշանակ պետք է լինի շատ կարեւոր մաս երեխաներին ուրախացնելու։ Այո։ Դա բեմականացումն է, թատրոն, որ 21 րոպե պետք է տևի, 21 րոպեն երեխաների ուսուցման լավագույն րոպեներն են։ Այո, եւ համերգային ծրագիր պետք է լինի, որտեղ պիտի թռվռան, ուրախանան, մի խոսքով ամեն ինչը չբացահայտեմ։ Այո։
անակնկալներով լի, մի խոսքով շատ հրաշալի ծրագիր։ Մի փոքր խոսենք տեղերի մասին, ինչպես է թիկետ առնում են, ոնց է այդ ամբողջ պրոգրեսը լինելու, որտեվ երբ որ սենց ծրագիր է լինում, միանգամից մարդիկ որտեղ է, ինչ գնի մեջ է, ուզում եմ դրա մասին էլ զրուցենք։ Շատ լավ։ Մի մտավախություն կա մեր այստեղի, այսպես ասեմ, հայրենակիցների մեջ, եթե ձրի է, ուրեմն լավը չէ։ Այ դրա համար եմ հարցը տալի։ Այո, այդպիսի մտավախություն կա, բայց գիտեք, ամեն ինչ փողովը չէ, որ լավն է։ Այո։ Որովհետև այսօր փողով մարդիկ փչանում են, եւ մեր երիտասարդները, մեր երեխաները շատ հաճախ մենք ավելի շատ շեշտը դնում ենք իրանց հագուստի, մյուսի ամեն ինչի համար կարելի է վճարել։ Երբ որ ասում ես, որ անվճար է, մի տեսակ կասկածամտություն է գալիս լրջության առումով կամ օգտակարության առումով։ Բայց պետք է ասեմ, որ մեր ծրագիրը անվճար է բացարձակ, հրավիրված են բոլորը։ Չգիտենք, մենք քանի հոգի կգան, սպասում ենք մոտ 100-ից 150 երեխաների, իհարկե ծնողները, որ գալիս են, պետք է վերահսկողության մի մասը իրենց վրա լինի, մենք ունենք վերահսկողներ այնտեղ։ Այո։ Ամեն ինչ սկսվում է եւ վերջանում է կարգապահության մեջ։ Այո, այո։ Կան ժամեր, ինչի համար ինչ է տրամադրված։ Մուտքը ազատ է։ Այո։ Եվ անվճար։ Այնպես որ ժամային առումով Բայց եթե ուզում են, կարան վճարեն։ Եթե վատ չի լինի։ Եթե իհարկե մարդիկ լինեն, որ կարող են քաջալերել մեր հաջորդ պրոյեկտը, որը արդեն գործում է, արդեն պրոյեկտը ճանապարհին է, մի փոքր եթե կուզենանք, հետո կամ երբ հարմար կլինի կխոսենք սրա մասին։ Այո։ Ես առիթից ուզում եմ, սիրելի ընկերներ, օգտվել, դուք տեսնում եք էկրանների վրա արդեն օրը, որը մայիսի 31-ն է, ժամը 2-ին արդեն սկսելու է ծրագիրը, իհարկե 1-ից արդեն հավաքվելու ենք, նախորոք ձեր սկեջուլների մեջ գրանցեք դա, եթե երեխաներին բերելու եք, ցանկալի է, որ երկու ծնողներն էլ ներկա լինեն, ինչու՞ չէ, տատիներ, պապիներ կարող եք հրավիրել, բոլորը կուրախանան եւ համոզված եմ դուք կգնահատեք վերջում արժեր այսպիսի իվենտին մասնակցել եւ վստահ եմ, որ երեխաները շատ բաներ սովորած, մանավանդ հոգեվոր տեսանկյունից եւ հիանալի տպավորությամբ կանցկացնեն այդ օրը։ Արտակ եղբայր, ես նշեցի, որ դու ունես 5 երեխա, ես էլ փոքր տարիքից այցելում եմ եկեղեցի եւ կարծում եմ յուրաքանչյուր ծնող ամենալավ դասը իրեն երեխային կամ ժառանգությունը կարող է թողել, դա այն է, որ երեխան մեծանա հոգեվոր։ Այ դու 5 երեխաներ ես մեծացնում եւ 5-ն էլ ծառայում են Աստծուն։ Ինչ խորհուրդ կտաս այն ծնողներին, ովքեր նախ չեն գնում եկեղեցի մեկ եւ երկրորդը 1000-ից 1 իրենց երեխաներին տանում են եկեղեցի առիթից առիթ կամ ինչ որ պատճառով։ Դրա վտանգները կամ ինչ խորհուրդ կտաս։ Թերևս ավելի մեծ խնդիրը սկսում է նրանից, որ մարդը մտածում է, որ երեխան հենց իրանն է։ Բայց դա այդպես չի։ Ինչու՞, որովհետև երեխային արարողը, երբ որ տալիս է երեխային, նա իր ձեռքը երկարած պահում է, որպեսզի մենք իրեն մասնակից անենք մեր երեխայի դաստիարակության մեջ։ Տես օրինակ Մայիս ջան, հիմա շատ եմ հանդիպում մարդկանց, որոնք որ բողոքում են իրանց արդեն ինչ որ չափ հասունության հասած երեխայից, որ արդեն հնազանդություն չկա, հարգանք չկա եւ շատ այդ բաները չի բացակայում է իրանց կյանքի մեջ։ Ինչու՞։ Որովհետեւ երբ որ մենք ասում ենք բարոյականություն, երբ որ ասում ենք զարգացում, դա մենակ չի վերաբերվում, որ երեխան այսինչ բաները չի անում, ուրեմն ինքը բարոյական է, կամ ինքը այսինչ բաները անում է, ուրեմն զարգացած է։ Առանց Աստծո անհնար է երեխա դաստիարակել։ Առավել եւս այնպիսի երկրներում, որտեղ ազատությունները սահման չունեն։ Այսինքն ես շատ անգամ եմ ասում, օրինակ ավելի լավ է կյանքը առանց օրենքների, թե օրենքը առանց կյանքի։ Ոչ այնա մի բան, ոչ այն։ Դրա համար ինչքան կարևոր է, որ կյանքը առանց օրենքների չի կարող լինել։ Երեխան պետքա ինքը սովորի, հետո դու կարողանաս իրանից պահանջես։ Կոնկրետ իմ պարագայում այո, ես երեխաներին միշտ քաջալերել եմ լինել եկեղեցում, Աստծո ներկայությունը զգալ, երկյուղ ունենալ Աստծուց, որ երբ որ ես չլինեմ, երեխաները կարողանան Աստծուց վախ ունենան։ Այո։ Ոչ թե իմ ներկայությունից քաշվեն։ Այո։ Այսօր ծնողների ասեն պապան չտենա, մաման չտենա, չէ՞ տենց բաներ։ Այո։ Գնում են մի բան են անում, որ չպիտի անեն, բայց երբ որ երեխան գիտի, որ պապան չտենա, մաման չտենա, բայց Աստված կնայի իրան, կտեսնի իրան,
այդ ժամանակ արդեն կա երկյուղ եւ ակնածանք կա, ներքին վկայություն կա երեխեքի մեջ, որ ինչ որ մեկը իրանց հետևում է։ Եվ դա իրանց կկապի արդեն այդ սիրելիի հետ։ Չեմ ասում, որ երեխաները երբ որ գալիս են եկեղեցի, իրանք սխալներ չեն անում, չէ, բոլորն են անում։ Այո։ Բայց երբ որ ներքին ձայնդ սովոր արդեն, ներքին մշակույթը սովոր Աստծուն, այդ ժամանակ դու արդեն ավելի հեշտ ես անցնում այդ։ Եվ երեխաները ավելի ճիշտ են անցնում։ Անկամայից սկսում են աղոթել։ Եվ դա օգնում է իրանց, որպեսզի ճիշտ մեծանան։ Մեր խնդրեմը հիմնականում թերևս ասեմ, այս ժամանակների երեխաներին բացի թող առած վիճակն է։ Օրինակի համար ասենք, հիմա թերևս մեր որոշ բանի կպնենք այս հարցով։ Օրինակ, երբ որ երեխաները խաղում են հեռախոսներով, դա ցավալի թեմաներից է։ Ես չեմ ուզում խոսել, դեռ շատ ենք խոսել այս մասին։ Ծնողը իրան հանգիստ լինելու համար երեխին տալիս է ազատություն, թող գնա գլուխս դինջանա։ Արդյոք սա չի խոսում կործանման մասին կամ էգոյի մասին։ Ես լավը զգամ, կապ չունի երեխան փչանում է։ Ծնողական էգո կա, որը որ հոգնած եմ։ Գիտես, եթե այսօր հոգնած ես, վաղը քո երեխեն քո ձեռքից կգնա։ Չէ՞ որ ծնողի հենց բուն իմաստը ծնող լինելու օրինակ լինելն է։ Տևական, ոչ թե մեկ անգամ չի կարելի։ Ես իրան ասել եմ չի կարելի, չէ։ Եվ վերահսկողությունը։ Այո։ Եվ կարամ Արտակ եղբայր ավելացնել, որ դու դառնում ես քո շրջապատի նման։ Այսինքն, եթե քո շրջապատում տոկոսային հարաբերությամբ ավելի շատ լինեն Աստծուց վախեցող մարդիկ, Աստծուն հետևող մարդիկ, նկատի ունեմ նաև երեխայի կյանքին, չանսը ավելի է մեծանում, որ ինքը ավելի ճիշտ կրթություն կստանա եւ հեռու կմնա այդ վտանգավոր ճանապարհներից։ Եվ երկուսովս էլ ապրում ենք Ամերիկայում, բոլորս էլ պարզ գիտենք, թե ինչքան երիտասարդներ ընկնում են սխալ ճանապարհներ, չխոսամ ինչ դրագների ու ինչ սխալ բաների մեջ են ընկնում։ Դա միանգամից չի ծնվում։ Երբ որ դու երեխային փոքր տարիքից ճիշտ կրթության մեջ չես դնում, մանավանդ հոգևոր, քիչ ինքը այդ վատ բաները ուրիշ տեղերից սովորում է։ Ինչ կասես։ Ես սիրում եմ հիմնավորել իմ մտքերը Աստծո խոսքով, որովհետև եթե ես սխալվեմ, Աստված չի սխալվում։ Աստծո խոսքը պարզ, շատ գեղեցիկ ասում. կրթիր երեխային իր ճանապարհը սկսած ժամանակվանից, որ մինչև ծերություն էլ չմոլորվի նրանից։ Որոշները մտածում են, որ երեխային հոգևոր կրթություն տալը սա հետ պահել է զարգացած հասարակությունից։ Դա այդպես չի։ Հասարակությունը կամ միջավայրը ձևավորում է երեխային։ Մենք ավելի քիչ ծնողներս ավելի քիչ ժամանակ ենք ունենում երեխայի դաստիարակության հարցում, քան աշխարհը, քան շրջապատը։ Երեխան մի օր գալիս է տուն, վարքեր է ցույց տալի, որ դու զարմանում ես, ասում ես, մեր տան մեջ այդ սովորությունը չկա։ Որ դու եկավ ես։ Ո՞վ է սովորեցրել իրան։ Դուրսը։ Եվ թերևս ասեմ, ողբերգությունը չի սկսվում այն ժամանակվանից, երբ որ դու տեսնում ես։ Ողբերգությունը սկսվում է այն ժամանակվանից, երբ որ դու արդեն բաց ես թողել։ Դրա համար երեխայի հոգեբանության մեջ կա այսպիսի մի բան, կամ ցանկություն ազատ լինելու, որը Աստված որպես ծնողին, որպես ուսուցիչ դրել է կողքը զսպելու, բացատրելու, հասկացնելու։ Իհարկե իմ 5 երեխաների հետ ես շատ եմ զրուցել, մինչ օրս էլ զրուցում եմ, ամեն երևի թե ասեմ 3 առիթ եմ փնտրում իրանց հետ օրվանից հարցնեմ։ Փոքր չեն։ Ամենափոքրս արդեն 16-15 տարեկան է, բայց խոսում ենք իրար հետ։ Այո։ Եվ իրանցից հարցնում եմ, օրինակ, օրը ոնց անցավ, ինչ արեցիր, ես հարցում երևի ճիշտ կլներ դու սենց աներ, ճիշտ է, չէի մտածել։ Այսինքն այդ խոսակցությունը խիստ անհրաժեշտ է։ Եվս մեկ անգամ էլի ուզում եմ հիշեցնել բոլորին, մայիսի 31-ին դուք արդեն հաղորդման ընթացքում տեսաք ինֆորմացիան, Արտակ եղբայրը մի քանի անգամ նշեց, թե ծրագիրը ինչի մասին է, ինչ է լինելու, իրոք քաջալերում եմ, որ ծնողները բերեն իրենց երեխաներին, մանավանդ ավելի փոքր հասակի, որտև հետաքրքիր ծրագիր կա, ինչպես նշեց, մոտ 20 րոպեանոց հատուկ թատրոնի նման մի հատ հետաքրքիր ծրագիր է կազմակերպել եկեղեցին, եւ ինչու՞ չէ, կշփվեք մեր եկեղեցու ժողովրդի հետ, կտեսնեք մեր շրջապատը եւ համոզված եմ դրական լիցքերով տուն կգնաք։ Արտակ եղբայր, ինչ կավելացնես մեր եկեղեցու մասին, այլ
մարդիկ կան, որ ուզում են գնան եկեղեցի, բայց միգուցե չգիտեն ուր գնան, կամ միգուցե եղել են որոշ տեղեր, ինչ-ինչ պատճառներով գնացել են, հիմա չեն գնում, ինչու գան մեր եկեղեցի։ Ես ավելի շատ կպատասխանեմ այս հարցին, որ ոչ թե եկեղեցին նպատակ է, այլ եկեղեցին միջոց։ Այո։ Հաճախ մարդիկ շփոթում են, ես գնում եմ եկեղեցի։ Եկեղեցին նպատակ լինել չի կարող։ Ես վստահ եմ, որ մեր հայրենակիցները շատ բարեպաշտության բան ունեն իրանց մեջ եւ մտածում են եկեղեցի գնացին, կներեք մի քիչ շատ նես տնական ասեմ, Աստծո խաթերն առանք, դե հիմա ինքնապարտքի տակ իմիտով մեզ օրհնի։ Բայց եկեղեցին նպատակը չի, եկեղեցին միջոցն է։ Գնալու նպատակին։ Նպատակը Քրիստոսն է։ Եթե եկեղեցի գնալը պետքա վերջանա ընդամենը, չգիտեմ, հատուկ միջոցառումներին եկեղեցու ներկա լինելով, Հիսուսը այդ եկեղեցու մասին չի խոսում։ Հիսուսը խոսում է մի եկեղեցու մասին, որ սատանայի իրավունքից, իշխանությունից ազատ է։ Այսինքն, որոնք որ քայլում են Քրիստոսի հետ իր համահունչ։ Այո։ Հիմա ինչու մեր եկեղեցին, ոչ մեր եկեղեցին, բայց այն ինչ որ մենք սովորեցնում ենք եկեղեցում, ես առաջարկում եմ մեր ծառայությունները, մեր ընտանեկան մթնոլորտը, մեր քաղցր վերաբերմունքը, միևնույն ժամանակ ուսուցումները։ Մեր եկեղեցում, օրինակ, երբ որ քանի որ խոսքը մանուկների հետ է կապված, մեր եկեղեցում մեր երեխաների ժամը բեյբիսիթրություն չի։ Այո։ Մեր երեխաները Աստծո խոսք են սովորում, ըստ թեմայի աշխատանքներ են անում, տնային աշխատանքներ են ունենում, երգեր են սովորում, այսինքն երեխան այդտեղից դուրս է գալի հոգևորապես հագեցած, ինչը չի լինելու ոչ ընտանիքում, ոչ միջավայրում, ոչ դպրոցում, ոչ միտեղ։ Այո։ Իհարկե մեր սիրտը եւ մեր դռները բաց են ջերմ բոլորի համար, սովորելու, ճանաչելու Տեր Հիսուսին, որտեղ երեխաների հետ խոսելու լեզուն ամենալավը, ամենամատչելին Հիսուսին ներկայացնելն է։ Ցանկացած ես նկատել եմ, ինքս երկար տարիներ ծառայել եմ եկեղեցում, շուրջ 30 տարի եկեղեցու ծառայության մեջ, իմ ամբողջ կարելի ասել համոզմունք եկել է նրան, որ մարդիկ դու երբ որ մի բան ես ասում, մարդը ուրիշ ձև է մտածում է դա քո կյանքն է։ Բայց երբ որ օրինակ ես բերում Հիսուսին, զարմանալիորեն մարդը կարծես խելոքանում ասում է, օքեյ, ընդունում է միգուցե ավելի լավ։ Մոտեցումը բնականաբար այդ է։ Ես իհարկե մեծ շեշտ պետքա դնեմ այստեղ սիրելներ, որ մի թողեք երեխային առանց հոգևոր կրթության։ Կրթություն չի նշանակում տալ իրան ինչ որ բարձր բանի համալսարանական կամ չգիտեմ ինչ որ աստվածաբանական դպրոցների կամ կրթության, դա դրա ժամանակն էլ եթե Աստված այդպես է ուզում եւ իրանք կարող են գնալ, թող գնան, շատ լավ է։ Բայց բոլոր տարիքային տարիքում երեխաները կարիք ունեն Աստծո միջամտության։ Եվ այդպիսի բաները, եթե ծնողը չունի, հիանալի կլինի, որ ինքը դիմի եկեղեցու եւ ծառայողական միջամտությանը։ Եվ ինչ անում մեր եկեղեցին, հենց դա ինչի համար որ ասեցի։ Այո։ Եվ ուզում եմ հիշեցնել, որ Կիրակի օրերը 2-ին ծառայությունն է, նաև ունենք Bible Study ամեն 5 շաբթի, որ դու ես էլի անցկացնում, որի համար շնորհակալ ենք, եւ դու նաև լավ երգում ես, մենակ հովություն չես անում։ Քանի տարի արդեն, հենց սկզբից էլ երգել ես, չէ՞, ծառայությունն։ Որպես ծառայություն արդեն 99 գրեթե ասեմ, 99 թվականից։ 27 տարի։ Շատ լավ։ Ծրագիրը մոտեկանում է ավարտին, մի քանի հատ էլ այսպես տարբեր հարցեր տամ։ Օրինակ Արտակ եղբայր, շատ վաղ տարիքից Աստծուն ճանաչել ես, հետևում ես։ Այս տարիքի Արտակը, եթե հետ գնար 20 տարեկան Արտակին խորհուրդ տար, ինչ կասեր։ Ես մտածում եմ, որ շատ բարդ հարց էր, որովհետև այն ժամանակվա մարտահրավերները ուրիշ էին։ Եթե ասեմ այսօրվա տրամաբանության, այսօրվա մարտահրավերների ոգով սենց ասեմ, էլի, եթե ես ուզենայի գնայի սրանից 27 տարի առաջ կամ 30-35 տարի առաջ, չէին հասկանա ինձ։ Ուղղակի պետքա իմ խորհուրդը սա է, եւ ես էս կտայի խորհուրդը, զգայուն լինել Աստծուն։ Զգայուն լինել Աստված ամեն տարիքին իր խոսքի մեջ մեզ համար ուղերձներ ունի, օրինակներ ունի։
Եվ երբ որ մարդը իր գտնված վիճակի մեջ, իր տարիքի, իր սահմանի մեջ, իր հասկացողության, ընկալման աշխարհում, եթե ինքը պատրաստ է ընդունելու այդ տեսակ խորհուրդը, դա իր լավագույնն է, որ ինքը Միայն կարող է շահելու ստանալ։ Այո, միանշանակ։ Դրա համար այսօրվա գործիքներով հնարավոր չէր անցյալում կռվել, ոչ էլ այսօր դու կարող ես անցյալի գործիքներով կռվել։ Մի ժամանակ ուրիշ ձևեր մտածելը, ուրիշ ձևեր հասկացողությունը, քանի որ Աստված շատ ներողություն եմ խնդրում, այս բաժակի պես չի, որ այսքանն ու վերջ։ Այո։ Մենք այս կարող ենք ուսումնասիրել ընդամենը մի քանի վայրկյանում կամ րոպեներում, Այո։ բայց Աստծուն մոտենալ եւ ճանաչել նրան, դա արդեն մեր process-ն է, մեր կյանքն է, որ ինչքան էլ որ ապրենք, հազարավոր տարիներ ապրենք, միևնույնն է, անհուն օվկիանի պես Այո։ չենք կարող ամեն ինչ բացահայտել։ Այո։ Մյուս հարցս էս է, եւ այս հարցը շատ հոգեվոր մարդկանց տվել եմ, ինչպես անենք, որ ավելի լավ հայ դառնանք որպես ազգ։ Ես միանշանակ մի ճանապարհ եմ տեսնում։ Ազգությունը պետք է անպայման հետևի սկզբունքին։ Չեմ ուզում քաղաքականացնել, երբեք չեմ ուզում, որովհետև դա իմ դաշտը չի։ Ես այդտեղ չկամ եւ նույնիսկ շատ հարցերում ինձ հետ են պահում, երբ որ իմ կողքը, իմ շուրջը քաղաքական քննարկումներ են լինում։ Այո։ Ես մի մասն եմ իմ ազգի, բայց սկզբունքը սա է։ Հիշենք, որ կա չար եւ բարի։ Միանշանակ։ Եթե չենք հավատում, դա ոչինչ չի փոխում։ Այո։ Բայց ինչին ենք հետևում եւ շահը եւ վերաբերմունքը եւ մոտեցումները ինչպես ենք դասավորում։ Օրինակ ինձ համար շատ կարեւոր է, եթե լինել լավ ազգ, չի կարելի լինել լավ ազգ, եթե չլինի լավ մարդ։ Իսկ լավ մարդ լինում են միայն Աստծո շնորհիվ։ Դրա համար հերթականությունները, երբ որ մենք դասում ենք իրար մեկը մյուսի հետևից, պետք է ճիշտ դասավորենք, որ հետո վաղը մյուս օր մենք կոպիտ ասած ռեզինի պես ձգվում ենք A-կետից մինչև ասենք C բանը, չգիտեմ, F-ը, հետո ստիպված ես հետ գաս, դու որ կարողանաս B դառնաս, որտեվ A-ի ժամանակ դու արդեն եղել ես, հիմա մի անգամից մտածում ես մյուս լոնք անես։ Չես կարող, դու բնականon ընթացք կա, դու պետքա փոքր քայլերի հաջողության գաղտնիք կա։ Այո, այո։ Դա ամենագեղեցիկ բանն է, որ լինել լավ մարդ, կունենալ լավ ընտանիք, կունենալ լավ հասարակություն, կունենալ լավ պետություն եւ լավ ազգ։ Այո։ Եվ վերջում, ինչ կմաղթես բոլոր նրանց, ովքեր հետևում են Աստծուն եւ ովքեր այսպես ասած մտածում են կամ դեռ այդ որոշումը չեն արել։ Ինչու անեն այդ որոշումը։ Պատասխանս միանշանակ մեկն է։ Հաջորդ վայրկյանը քոնը չի։ Դրա համար կա անապահովություն, կա վախ, դրա համար կա կասկածամտություններ եւ ինչ որտեղ լավ է։ Ես շատ լավ եմ զգում, երբ որ չգիտեմ հաջորդ վայրկյանը, դա ինձ ավելի է ստիպում կախված մնալ Աստծուց։ Զգալ իր ներկայությունը, փորձել հասկանալ հաջորդ քայլի համար ես ինչքանով կարող եմ իրան վստահել։ Որովհետև երբ որ մարդը գիտի, օրինակ, ինչ հույսով աչքը բացում առավոտ, կամ ինչ հույսով է ինքը փակում իր աչքը, ինչքան մարդիկ փակում էլ չեն բացում։ Այո։ Եվ ծրագրում են ու չեն հասնում։ Եվ Աստվածաշնչում հետաքրքիր մի օրինակ կա, որ ես շատ եմ սիրում այդ օրինակը, որ ասում է մի մարդ շատ հաջողակ մարդ էր, եւ մի օր ասեց, որ ամբարներս արդեն փոքր են, էլ չեն հերիքում։ Գնամ մի քիչ քանդեմ, մեծացնեմ եւ մեծ ամբարներ սարքեմ, որ իմ հարստությունը լցնեմ այդտեղ եւ իմ անձին ասեմ. շատ օրերի համար, երկար տարիների համար ապրուստ ունես, կեր խմի, ոնց որ ասում են, քեֆ արա շարունակ։ Եվ հաջորդ իսկ խոսքը ասում է. Եվ այդ գիշեր, չէ՞։ Այդ գիշեր ասում է Աստված, ասում է, իսկ քո հոգին պետք է առնեմ, տեսնեմ այդ ում ամնալու, հրեշտակը գալիս է հոգիդ վերցնելու, ինչի համար ես անում։ Այսինքն կան արժեքներ, որոնք ավելի կարևոր են։ Կարելի է ունենալ շատ փող, բայց չվայելել այդ փողը։ Կարելի է ունենալ շատ մեծ ընտանիք, բայց ընտանիքում չունենալ խաղաղություն։ Կարելի է ունենալ լավ մեծ շրջապատ, բայց ապրել վախերի մեջ, մատնվելու, լքվելու։ Այո։ Ինչ որ մեկի շահի գերին դառնալու։ Դրա համար լավագույն բանը, որ ես կմաղթեմ, Աստված մեր բոլորի կարիքն է եւ մենք կարիք ունենք մեր կյանքի օրերը համատեղենք, համագործակցենք Աստծո հետ։ Առիթ տանք նրան, որ ինքը մեր կյանքը փոխի։ Չես կարող աշխարհը փոխել։ Եթե ամեն մարդ մտածի իր անձի փոփոխության մասին, աշխարհը փոխելը մեկ ակնթարթ ընդամենը։
Շնորհակալություն Pastor Արտակ քո ժամից, Սիրով խնդրեմ։ որ եկար մասնակցեցիր այս podcast-ին եւ համոզված եմ, որ Կիրակի օրը հիանալի օր է լինելու եւ նաեւ կլսենք քո խոսքը, ինչ որ այդ օրը պատրաստել ես մեզ համար որպես եկեղեցու հովիվ։ Շնորհակալ եմ Մայիս ջան, իսկապես ինձ համար մեծ արտոնություն եւ օրհնություն էր այստեղ լինել միասին, այս հաղորդում ունենալ եւ մեր սիրելի հայրենակիցներին կրկին հրավիրում եմ մայիսի 31-ին օրը Կիրակի է, այնպես որ եթե դուք մտածում եք Կիրակի է ուր գնանք երեխեքը լավ ժամանակ անցկացնեն, հրավիրում ենք ձեզ 10158 Johanna Avenue, Sunland, California 91040 հասցե Calvary Armenian Church։ Երբ որ մոտենաք արդեն երաժշտությունը եւ շքեղությունը ձեզ արդեն տեղը կմատնեն Այո։ եւ հրավիրում ենք ձեզ լավ ժամանակ անցկացնելու, հեքիաթային դարձնելու ձեր երեխաների այդ գեղեցիկ օրը։ Հրավիրված եք բոլորդ։ Շնորհակալություն Pastor Արտակ, շնորհակալություն նաև բոլոր դիտողներին։ Տարածեք այս վիդեոն ձեր էջերում, կհանդիպենք մյուս անգամ։ Մայիս Կարիբյան։